Այն պատճառով եմ հաճախակի խոսում ապաշխարության մասին, որպեսզի ոչ մեղավորը հուսահատվի և ոչ էլ արդարը մեծամտանա։ Մի անկանիր, մեղավոր ես, մի հուսահատվիր։ Եթե ամեն օր մեղք ես գործում, ամեն օր զղջա, թե խալխլվել ես մեղքերից, նորոգիր քեզ ապաշխարությամբ։ Սակայն հնարավոր է փրկություն գտնել ապաշխարելով, հարցնում ես դու։ Միանգամայն հնարավոր է, Տիրոջ ողորմածությամբ։ Բազմողորմ է Աստված, այնքան ողորմած, որ չխնայեց անգամ միածնին, որպեսզի քավի անշնորհակալ ծառաների մեղքերը։ Այնպես որ մի ասա, այնքան մեծ մեղքեր եմ գործել, ինչպես կարող եմ փրկվել։ Դու չես կարող, քո Տերը կարող է, և այնպես կսրբի մեղքերդ, որ անգամ հետք էլ չի մնա։ Հիմա անցնենք հոգու մեղքերին։ Մեղքը միացած է ամոթի հետ, ապաշխարությունը հյուսված է արիությանը։ Ուրեմն սատանան իմանալով, որ մեղքը միանում է ամոթին, ով կարող է հեշտությամբ վանել մեղսագործին, իսկ ապաշխարանքը միանում է արիությանը, որը կարող է գրավել ապաշխարողին, աղավաղում է բնական կարգը և ամոթը տալիս է ապաշխարանքին, իսկ արիությունը մեղքին։ Մեղքի մեջ եղող մարդուն թույլ չի տալիս ամոթ զգալ, որովհետև գիտի, որ եթե մեղավորը ամոթ զգա, ապա կփախչի մեղքից, իսկ ապաշխարանքը հարկադրում է նրան ամանչել, իմանալով, որ ամաչողը չի ապաշխարում։ Եվ բարին, և չարը, ինչքան տևական են մնում մեզ հետ, այնքան զորանում են։ Ինչպես ծառը, որ նոր է տնկվել, հեշտությամբ է հողից պոկվում, իսկ խոր արմատներով ծառին անհնար է դուրս քաշել։ Միթե 3 անգամ չուրացավ Պետրոսը, իսկ 3-րդ անգամ նույնիսկ երդում տալուց հետո։ Չվախեցավ հասարակ ծառայի խոսքերից։ Եվ ինչ, արդյոք շատ ժամանակ պահանջվեց ապաշխարելու համար։ Ամենևին ոչ, ընդհակառակը, միևնույն գիշերվա մեջ և ընկավ, և բարձրացավ։ Այդպիսի ծանրագույն անկումից հետո ապաշխարումը նրան վերադարձրեց նախկին փառքը և վստահվեց ողջ աշխարհի եկեղեցու ղեկավարումը, և որ ավելի կարևոր է, մեզ ցուցանեց, որ առաքյալներից բոլորից շատ ինքն էր սիրում Տիրոջը։ Երբ արդեն բորբոքուն սեր ենք տածում առ Աստված, նա այլևս չի հիշում նախկինում եղածը։ Չէ որ Աստված մարդ չէ։ Եթե մենք զղջում ենք, նա չի նախատում անցյալի համար և չի ասում. դու ինչու էիր հեռացել ինձնից։ Ընդհակառակը, նա մեզ սիրով է ընդունում, երբ դառնում ենք դեպի նա։ Եթե ուզում ես իմանալ, թե ինչ բան է իսկական ապաշխարանքը, օրինակ առ Պետրոսի ապաշխարանքը ուրացումից հետո։ Քանի որ նա հավանաբար իր մասին բարձր կարծիք ուներ, թե ինքը բոլորից շատ է սիրում Հիսուսին, ապա հեռանալով դառնորեն լաց եղավ, բացի այդ դրանից հետո
իրեն ենթարկեց բազմաթիվ վտանգների։ Եվ եթե դու 38 տարի հիվանդություն ունես, ինչպես այն անդամալույծը, ապա ոչ ոք չի խոչընդոտի, եթե դու ցանկանում ես առողջանալ, միայն կամեցիր վեր կենալ, միայն թե բռնիր այն ճանապարհը, որ բերում է այստեղ, և շուտով հաջողության կհասնես։ Լոկ մի ծածկիր դուռը և մի փակիր մուտքը։ Եթե Աստված մեզ բարեգործություն է անում, երբ արժանի չենք դրան, և ողորմած է մեղանչածների նկատմամբ, ապա ինչերի կհասնենք, ինչ հաճույքներ կունենանք, եթե հեռու մնանք անօրենություններից և բռնենք առաքինության ուղին։ Եթե մեր առջև մեղանչած մարդկանց ներում ենք, երբ խոստանում են ուղղվել, իսկ հաճախ նույնիսկ ավելի ենք վստահում, ապա առավել ևս այդպես մեզ հետ կվարվի Աստված, եթե մեր մեղքերին համապատասխան ապաշխարենք։ Այնքան հանցավոր բան չէ մեղք գործելը, որքան մեղքի մեջ մնալը։ Չէ՞ որ հենց այդ պատճառով է Աստված մեզ նախապես բարերարություն անում և մեղանչածներին վերստին ներման արժանացնում և պատիժը անմիջապես ի կատար չի ածում, որպեսզի բոլոր միջոցներով և բարերարությամբ, և համբերատարությամբ մեզ մղի ապաշխարության, հաճախ նաև պատիժներով, որոնցով պատժում է ոմանց, որպեսզի մյուսներին ապաշխարության օրինակ տա, որպեսզի վախից խելքի գան և խուսափեն մեղանչելուց։ Դու շատ ես մեղանչել, վերջապես կանգ առ, բռնիր հակառակ ճանապարհը, երախտապարտ եղիր Աստծուն, որ նա չպատժեց քեզ մեղք կատարելու պահին, և մի ցանկացիր, որ քեզ նորից չարիք կատարելու ժամանակ տրվի։ Մի ասա, դեռ ժամանակ կլինի, որպեսզի դարձի գամ։ Շատերը կորստյան մատնվեցին հենց այն պահին, երբ տրվեցին շահամոլության և դատապարտվեցին տանջանքի։ Երկյուղ ունեցիր, որպեսզի և դու չենթարկվես դատապարտման, առանց արդարացման հույսի։ Ուզում ես իմանալ, թե մեր Տերը ինչ բարի է։ Գալիս է նրա մոտ մաքսավորը, լի անհամար արատներով և միայն ասում. Աստված, ներիր ինձ, և հեռանում է արդարացված։ Ինչը կարող է համեմատվել այսպիսի մարդասիրության հետ։ Միայն այն պատճառով, որ նա տրտմում է, իսկ Տերը ներում է մեղքերը։ Իսկ մենք նույնիսկ դա չենք անում, և այդ պատճառով հատկապես բարկացնում ենք Տիրոջը։ Նա ամենաողորմածը լինելով և չի տեսնում անգամ դա, արդարացիորեն բարկանում է և մեզ ենթարկում մեծագույն պատիժների, որովհետև դա ցույց է տալիս մեր ծայրահեղ անփութությունը։ Ո՞վ է երբևէ վշտացել մեղքերի համար։ Ո՞վ է տրտնջացել։ Ո՞վ է կուրծք ծեծել։ Ես չգիտեմ որևէ մեկին։ Մարդիկ անվերջորեն ողբում են մեռածների ունեցվածքի կորստի համար։ Եվ ամեն օր, կործանելով սեփական հոգին, այդ մասին ամենևին չեն մտածում։ Ինչպես կարող ես Աստծո գութը շարժել, երբ ամեն անգամ չգիտես, որ մեղք ես գործել։ Ճիշտ է, ասում ես, որ դու մեղավոր ես, բայց դու ասում ես լոկ լեզվով, ասա և սրտով, և խոսքի հետ ահ քաշիր,
որպեսզի մշտապես լավ տրամադրության մեջ լինես։ Չէ՞ որ եթե մենք մշտապես տրտմեինք մեղքերի համար, եթե զղջային գործած մեղքերի համար, ապա ուրիշ ոչ մի բան մեզ չէր վշտացնի, որովհետև այդ վիշտը իդերև է հանում ցանկացած տրտմություն։ Ինչպես թռչնին, երբ ցանցն են գնում, թևերից օգուտ չկա, և նա միանգամայն անտեղի է թափահարում։ Ճիշտ այդպես դու էլ ոչ մի օգուտ չունես խելքից, եթե գերի ես դարձել սեփական չար կրքերիդ։ Ապաշխարանք է համարվում ոչ այն, որ հրաժարվում ենք նախկին չարություններից, այլև հարկ է նաև բարի գործեր կատարել։ Խուսափիր չարից և բարություն արա։ Բարի գործերը կարծես թե ամուր զրահի պես թույլ չեն տալիս մահացու սուր նետին իր գործն անել։ Մարմինը պաշտպանում են վտանգից։ Այսպիսով դժբախտությունն այն չէ, որ մարտնչելով վիրավորվում ենք, այլ այն, որ պարտությունից հետո հուսահատվում և հոգ չենք տանում վերքի մասին։ Քրիստոսին ուրացողներից շատերը չարչարանքների երկյուղից կրկին մարտի են բռնվում և հեռանում մարտիրոսության պսակով զարդարված։ Բայց եթե նրանցից յուրաքանչյուրը առաջին զարկից հուսահատվեր, ապա չէին ստանա հետագա բարիքները։ Ուրեմն, և թող մենք բոլորս նմանվենք նրանց, ողորմածությամբ և մարդասիրությամբ մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որին փառք և զորություն հավիտյանս հավիտենից։ Ամեն։